Լև գրուպ հաստաբանական գրասենյակը շնորհավորում է բոլորիս ամանորը և Սուրբ Ծնունդը։ Թող 2026-ը լինի պարզ, արդար և հաջողություններով լի տարի։ Ջերմ բարեմաղթանքներով Լև գրուպ հաստաբանական գրասենյակ։ Բարև ձեզ բարեկամներ, այո, շատ աննկատ մոտենում է ամանորը, նոր տարին, որին բոլորս միշտ սպասում ենք առանձին հետաքրքրությամբ։ Դե փաստերի, անակնկալների և կարծիքների հեռուստաալիքը Փակ TV-ն նույնպես պատրաստվում է յուրովի դիմավորել ամանորը։ Հավանաբար նկատել եք, որ հատկապես վերջին 2 ամսում մենք պարբերաբար ամեն կիրակի ձեզ ենք ներկայացնում հայկական երգարվեստի մեր մշակույթի լավագույն դեմքերից շատերին և դա ամենևին էլ պատահական չէ։ Այսօր էլ մենք շատ հրաշալի հյուր ունենք, բայց թե ով է այդ հյուրը, դուք անմիջապես կկռահեք, եթե դիտեք մեր ծրագրում տեղ գտած առաջին տեսանյութը։
սիրելի բարեկամներ, դե հասկացաք թե ով է այսօր մեր ծրագրի հյուրը, մեր շատ սիրելի Արսեն Գրիգորյանը Մրոն, ում մենք միշտ հաճույքով միշտ հյուրընկալել ենք մեր տաղավարում։ Բարի գալուստ։ Շնորհակալ եմ։ Կատարեցիր մեր շատ սիրելի մայեստրոյի Հենրիկ Անասյանի այո այն հրաշալի երգը, ինչը կարծում եմ ես չգիտեմ, ես ամենայն դեպս այդպես գիտեմ, դու ես միայն կատարում ասել։ Այո, այս երգը շատ հետաքրքիր պատմություն ունի, տարիներ առաջ մայստրո Հենրիկ Անասյանի հոբելյանական երեկո էր եւ հրավիրված էին տարբեր երգիչներ, որ պետք է մասնակցեն այդ միջոցառումը, շատ սիրուն միջոցառում եղավ եւ մինչեւ միջոցառումը բնականաբար պետք է ընտրություն լիներ եւ յուրաքանչյուր երգչի մայստրոն հրավիրել էր իր տուն, ամեն մեկը իր երգը ընտրեց։ Եվ վերջում մնաց ինձ այս երգը։ Այսինքն ընտրության հարկ եւ իրականում երգը ինձ գտավ եւ ես չգիտեմ դու էլ երգի։ Այո, եւ ես էլ իմ երգը դարձավ։ Շնորհակալ եմ մայստրո Հենրիկ Անասյանին, այս չգիտեմ հրաշք գործ է ինքը, հրաշք թե հայերեն մտածողության առումով սիրո մեջ էլ կա հայերենը եւ ոչ հայերենը, թե երաժշտության առումով իր ընդհանուր ինտոնացիոն հնչերանգային համակարգը, չգիտեմ, շատ եմ սիրում այս երգը եւ թերևս մինչեւ հիմա միայն ես եմ երգում եւ կարծում եմ ամեն անգամ հիմա լսեցի դակն ու վրա եղավ իմ մեջ շնորհակալ եմ այս ընտրության համար։ Դե ասեմ որ մեր կոլեկտիվն էլ այս երգը շատ սիրեց եւ մենք այդպես որոշեցինք որ այս երգով սկսենք զրույցը մեր շատ սիրելի Մրոյի հետ։ Արսեն, գիտես, ես միշտ ուրախացել եմ քո հաջողություններով, բայց դու ի տարբերություն շատ ու շատ երգիչների նաև մեծ ծավալի հասարակական հանրային գործ է սկսել եւ պիտի ասեմ որ ունես հայ արվեստի ստեղծագործական երկու կենտրոններ, հասկացավ խոսքը ինչի մասին է։ Ես ներկայացնեմ, այո։ Ուրեմն ունեմ Մրո հայ ազգային արվեստի կենտրոնը, որ իր գործառույթն է իրականացնել Գութան Հայաստանի ազգային ավանդական երգի պարի ամենամյա փառատոնը, դա սկսվել է 2014 թվականին եւ հենց Գութան փառատոնի նպատակն է մեկտեղել բոլոր խմբերին եւ անհատներին, ովքեր որ իրենց ամբողջ գործունեությունը, իրենց կյանքը նվիրաբերել են ազգային երգի եւ պարի պահպանմանը եւ հանրահրճակմանը։ Մինչ այդ մեր իրականության մեջ կար պոլիտեխնիկի ազգագրական փառատոնը, որը մինչև հիմա էլի կա, սակայն ես մտածում էի, որ երազում էի, որ մենք պետք է ունենանք մի այնպիսի փառատոն, որը որ ինքը հասանելի պետք է լինի շատ լայն մասսաներին, թե մեր հայրենակիցներին եւ նաեւ զբոսաշրջիկներին, դրա համար 2014 թվականին հիմնադրեցինք փառատոնը, Գութան Հայաստանի ազգային ավանդական երգի պարի փառատոնը եւ ամեն տարի իրականացնում ենք Գաֆեսչյան քանդակների պարտեզի այդ տարածքում կասկադում եւ եթե սկզբում սկսել ենք 7 խմբով, ապա այս տարի 22 խումբ էր մասնակցում եւ բավականին թե որակական, թե նաեւ ընդհանուր թվով շատացել են խմբերը, մենք էլ մեր ներդրումն ենք անում։ Իսկ երկրորդ կազմակերպությունը Արար հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնն է, որը որ ստեղծել ենք 2017 թվականին։ Իդեպ կներես որ ընդատում եմ, մենք հիմա պիտի ցուցադրենք կադրեր առնչվում է Գութանից եւ Արարին եւ Գութանին, բայց կդպես քանի որ ասիր Արարի մասին, հիմա մենք դիտենք Ժապավենը եւ դու էլ փորձես մեկնաբանել, որտեվ ես էլ իհարկե լրացումներ կանեմ, որտեվ շատ կարեւոր է։ Խնդրեմ տեսագրությունը եւ մենք Արսեն Գրիգորյանի հետ փորձենք մեկնաբանել, ձեզ ներկայացնել այդ հրաշալի կենտրոնները։ Խնդրեմ։
Սա զանգակատան մեր արար կենտրոնն է, Այո։ որտեղ երեխաները սովորում են խեցեգործություն։ Ընդհանուր առմամբ Արար հայազգային արվեստի պահպանման կենտրոնը նպատակ ունի պահպանել եւ փոխանցել ոչ նյութական մշակութային ժառանգություն, այն ինչ որ մեզ հասել է դարերի խորքից մեր հայրերի, մեր պապերի, մեր տատերի այդ ստեղծած ժառանգությունը, որ եկել մեզ հասել է, մենք մեր բարտքն ենք համարում փոխանցել գալիքի սերունդներին։ Եվ հենց այս ծրագիրը հենց նվիրված է դրան։ Մենք ունենք սկզբում սկսել ենք Բերթաբանից, ունեցել ենք մի 3 համայնքում կենտրոններ, ապա դարածվեցինք այս 8 տարիների ընթացքում եւ այսօր Արարը ներկայություն ունի 46 բնակավայրում, հանրապետության 9 մարզերում, Տերևս վայոց ձորում դեռ չունենք, այսինքն ունեինք, փակեցինք, բայց մնացած բոլոր մարզերում մենք ունենք դարբնության կենտրոն ունենք Գյումրիում, Բերթավանում խաչքարագործության, մանրանկարչության, ունենք երեխաներ Ջուջևանից, Վաղանիսից, Կոտիից, Կողբից, ունենք գորգագործության կենտրոն Տեղ գյուղում, Վաղատուրում, շուտով մենք Հարժիսում նաև կբացենք ունենք սա ապարանի մեր կենտրոնն է, իմիջիալոց նայեք երեխաները արդեն հմուտ ձևի կարբետ են գործում։ Եվ ամենակարևորը այս բոլորը այս հմտությունները երեխաները ստանում են անվճար։ Այո, մենք մեր սկզբունքն է, որ պետք է այդպես ասեմ, զինվորից գումար վերցնելը դա մեղք է։ Նույնն էլ մենք պատրաստում ենք մշակույթի զինվորներ։ Հայերեն ասած հարամա, այդ չի կարելի փող վերցնել, հիմա ապարանի կենտրոնում դասավանդում է մեր արցախցի Ամալյան Գրիգորյան, ինքը Արցախ գորգի մասնագետ էր այնտեղ եւ տեղահանումից հետո մենք ընդգրկեցինք եւ ինքը աշխատում է մեզ մոտ, այնպես որ տարածված կենտրոններ շատ ունենք։ Որքան մասնագետների դուք աշխատանք տվեցիք, դա շատ կարևոր է, Արարը իհարկե դա Եվ մենք ունենք սկզբունք, երբեմն ենք շեղվում, որ հիմնականում տեղաբնակ է լինում մեր մասնագետը, այսինքն այն մասնագետները, որոնք որ արհեստ-արվեստի հետ կապ ունեն, գորգագործ են, սակայն չեն աշխատում իրենց մասնագիտությամբ չեն զբաղվում, այհա խաչքարագործությունն է, սա նոյեմբերյանում է, երեխեքը դարբեր գյուղերից հաճախում են եւ նաեւ փայդի գեղարվեստական մշակում ինչ էի ասում երբեմն չեն գտնում ասենք գյուղը ինքը пассив է մշակութային առումով пассив է եւ ցանկություն կա որ այնտեղ ինչ որ մի կենտրոն ստեղծել հարագից գյուղից մենք մասնագետ ենք ճարում կամ քաղաքից եւ մեր մասնագետը ամեն շաբաթ 2 անգամ գնում է եւ դասավանդում է մեր երեխաներին նաեւ տրանսպորտի խնդիրներն են լուծում մեր մասնագետները աշխատավարձ են ստանում եւ ինչպես դուք ասացիք որ երեխաները անվճար են սովորում նյութածախսերն էլ մենք ենք հոգում այսինքն նույնիսկ լինում են փառատոններ երբ երեխաները մասնակցում են ամեն տարի օրինակ մայիսի 28-ին ապարանում հավաքում ենք մեր բոլոր կենտրոնների երեխաները այդ դեղափոխումը ամեն ինչը մենք ենք հոգում աշխատում ենք որևէ ծանրություն չստեղծել մեր երեխաների ծնողների համար եւ նայեք այսինքն մենք հավատում ենք նախ առաջինը պիտի ասեմ շատ կարևոր հարց մենք բոլորս էլ գիտակցում ենք որ այսօր արդեն դարածքների խնդիր չէ ընդհանուր առմամբ բادرազմը դարածքների համար չէ բادرազմը ինքնության դեմ է եւ սա կարևոր քայլ է ինքնությունը պահելու այսինքն մեր երեխաները մնան իրենց տեսակի մեջ եւ պահպանելով մեր այս մշակութային ժառանգությունը մենք կարծում եմ կարևոր դեր գունենանք ինքնության պահպանման հողը բահող է ավելի կարևոր քան հողը այո հողը բահողը ճիշտ եք եւ սա կապում է մարդուն իր հողին իր ջրին անպայման իր արմատների հետ իր
արժեքների հետ։ Ավելին ասեմ, դուք 20-ից ավելի հրաշալի մասնագետներ ունեք, տեսեք, այստեղ էլ արդեն պարային Ազգային երկու պար։ երկու պար, եւ որքան տարբեր են, բայց Սա դիտակ համայնքում է։ Պիտակ, Դիտակ։ Պիտակ, հա։ Դիտակ։ Օրինակ շատ համայնքներ ծանոթ չեն մեր ժողովրդին, մենք գնում հասնում ենք Դբրաբակ, Դիտակ, Հարժիս, Վաղատուրը, այսինքն այնպիսի համայնքներ են, այնպիսի բնակավայրեր են, որտեղ Եվ ինչ լավ պարում են երեխաները։ շատ։ Այս մեր Սերոկ Վարդանյանն է, մի հրաշալի մասնագետը, որը որ այդպես մեծ հանրագիտարան է ազգային երգի եւ բարի ինքն է դասավանդում մեր երեխա հիմա պարում են Դվինի Քոչարին։ Այո։ Արսեն, դուք այն բացառիկ երգիչներից եք, ով չի զբաղվում միայն երգարվեստով, ով նման հասարակական հանրային գործիչ է։ Դա իհարկե մեր հարստությունն է նույնպես։ Ես ուզում եմ արդից օգտվելով ձեզ ասել շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Որովհետև թե Արարը, թե Մրո Այո։ արվեստի կենտրոնները շատ կարևոր են։ Դուք շատ հրաշալի գաղափար ասեցիք։ Հողը պահողը ավելի կարևոր է այսօր։ Այո։ Մենք պիտի սա երբեք չմոռանանք եւ հատկապես այս օրերին մեր ազգայինը պիտի կարողանանք բարձրացնել։ Այո, պահել, պահպանել եւ նաեւ փոխանցել։ Մենք անընդհատ միշտ ասել ենք, չէ, մենք հպարտ ենք մեր ժառանգությամբ։ Միշտ ասում ենք, սակայն շատ կարևոր բան կա, այդ ժառանգությունը պետք է պահել եւ փոխանցել մեր մադաղ սերնդին, գալիքի սերունդներին։ Ես երեք հանդիպում ունեի, արդեն Հարժիսում մենք Հարժիս գյուղում բացումը պիտի անենք եւ երեխաներին ես սա ասեցի, որ մենք հիմա պիտի փոխանցենք ձեզ մի քանի տարի հետո դուք եք փոխանցողը լինելու։ Այո։ Դուք եք փոխանցողը Այս երեխաները վաղվա ձեր նոր մասնագետներն են։ Անպայման։ Հրաշալի երեխաներ։ Դուք պատկերացնում եք գյուղական հերու շրջաններում նրանք հնարավորություն են ստանում Այո։ մոտիկից շփվելու ծանոթանալու մեր ազգային երգերաշտությանը։ Սա շատ կարևոր է։ Եվ ծանոթանալ եւ նաեւ գրողը դառնալ։ Այսինքն այնպես լինի, որ երեխան իր վերաբերմունքը յուրաքանչյուր ազգային արժեքի նկատմամբ ոչ թե որպես ունկնդիր լինի, այլ որպես գրող։ Ինքը գրողն է եւ հպարտանում է այդ ժառանգությամբ։ Այո, Արսեն, մենք իհարկե դեռ առիթ կունենանք առաջիկայում եւս այս կենտրոնների մասին խոսալու, բայց մեր ունկնդիրը երևի հիմա սպասում է հերթական կատարմանը երգին Արսեն Գրիգորյանի մատուցմամբ։ Եթե չես առարկում, մեր զրույցը մի պահ ընդհատենք եւ դիտենք հերթական տեսահոլովակը։ Տեսնենք։ Խնդրեմ։ Վերցուկ տղեկ զրացան, վերցուկ տղեկ զրացան, վերցուկ տղեկ զրացան, երթանք հասնինք Հայաստան։ Մրանուշ մշուդաշ, ախ մնացվանուր, թուրքեր նելամ ասված, մրան վայելում, էրգի կարոտով, ընգան շատերը, ախ դուման հական, սասնոցարերը, ախ դուման հական, սասնոցարերը, վերցում տղեկ զրացան, վերցում տղեկ զրացան, վերցում տղեկ զրացան, երթանք հասնինք Հայաստան, վերցում տղեկ զրացան, վերցում տղեկ զրացան, վերցում տղեկ զրացան, երթանք հասնինք Հայաստան։ Դատի վերդին են, գտան ապասան, մերում անունգնեն, օրերան վաշվան, սարեր ու ծորեն, էրգին մովանդակ, ասար դունու
Արտային վայ հրաշ ժողովուրդ ինչ պատահեցա գաղթագանդարցա Արոն աշխարում հանգերավերակ արյունով պատեց թելիշտ է գետա արյունով պատեց թելիշտ է գետա վերցում տղեք սրացան վերցում տղեք սրացան վերցում տղեք սրացան երբան կասնինք Հայաստան վերցում տղեք սրացան վերցում տղեք սրացան վերցում տղեք սրացան երբան կասնինք Հայաստան վերցում զավեք արանցաչ վերցում զավեք արանցաչ վերցում զավեք արանցաչ սենքով է տանք մենք առաջ վերցում տղեք սրացան վերցում տղեք սրացան վերցում տղեք սրացան երբան կասնինք Հայաստան Կեցե Լեոնիդ Ասգատյանը Կեցե Հայաստանը Կեցե հայոց բանակը Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ Արսեն Գրիգորյանը մեր շատ սիրելի մրոն է այսօր Փակ TV-ի տաղավարում։ Գիտես, Արսեն, դու այն եզակի երգիչներից ես, որ ամեն համերգ քեզ մոտ կենթանի ձայնն է։ Այո։ Այստեղ էլ կենթանի Այո, ձայնով։ ես սիրում եմ հաղորդակցվել եւ յուրաքանչյուր համերգի ես բնականաբար երգում եմ, կենթանի երգում եմ, որովհետեւ ուրույն է հաղորդակցությունը ամեն սրահում տարբեր է, մեր ժողովրդի հետ պետք է հաղորդակցվես եւ ես եմ հաճույք ստանում այդ հաղորդակցության համար, դրա համար ես կուզենայի, որ երգիչները բոլորը երգեն։ Պարզ է։ Այո, տեսանք Կարին Պարի անսամբլի մեր համույթի երջանկահիշատակ Գագիկ Գինոսյանն էլ, այո։ Շատ ցավում եմ, որ Գագիկը կյանքից այդքան շուտ հեռացավ, բայց նա էլ շատ մեծ ավանդ ունի մեր ազգային։ Շատ մեծ, այո, եւ այդ նույն սկզբունքով մենք էլ ենք շարունակում Գագիկ Գինոսյանը հավատում էր եւ այսօր նաեւ ես կարող եմ ասել ներկա բանով որ հավատում է որ ազգային մշակույթը պահելով մենք կհավերժենք Այո Շատ կարևոր է ազգային մշակույթը եւ այն կենտրոնները, որ դուք ստեղծեցիք, դա մեր ազգային մշակույթի պահպանման իսկապես շատ կարևոր օղակներից են։ Եվ նորից եմ կրկնում, հատկապես գյուղական շրջաններում, մարզերում հեռավոր մեր պատանիներն ու աղջիկները հնարավորություն են ունենում մոտիկից տեսնելու, շփվելու։ Այ դուք ամեն անգամ որ գնում եք այցելության, զգում եք ոգևորությունը, որը կա այդ երեխաների մոտ։ Շատ։ Իմիջիալից ես պիտի ասեմ, որ 8 տարվա մեջ երբեք մտքովս չի անցել, որ Երևանում բացեմ նման կենտրոն, որովհետև մենք գիտենք, որ մեր մարզերի, շրջանների, հատկապես սահմանապահ, սահմանամերձ բնակավայրերը, գյուղերը շատ անուշադրության են մատնված եղել եւ դրա համար մեր թիրախը հենց սահմանապահ երեխային հասնել եւ ասել ես քեզ չեմ մոռանում եւ երբ որ ես գնում եմ հավատացեք ոչ թե մեր երեխաներին եմ ոգևորում, այլ ես եմ ոգևորվում իրենց ոգևորվածությամբ, որովհետև այն նաև կարծիքը, որը որ ընդհանրապես մեդիաներով տարածվում է, թե մեր այսօրվա մադաղ սերունդը երիտասարդությունը շատ ավելի օտարամոլ է, սա թյուր կարծիք է, սա սխալ կարծիք է, հակառակը պիտի ասեմ, մեր երիտասարդությունը, մեր պատանիները, երեխաները շատ ավելի, իրենք մեզնից ավելի շատ այդպես ծարավ ունեն ազգայինի եւ ուզում են մնալ, մնում է մենք, ինչքանով ենք ուղղորդում ճիշտ ձևով մեր այս մադաղ սերնդին, մեր երիտասարդությանը, դրա համար ես շատ եմ սիրում մեր երիտասարդներին, երեխաներին, պատանիներին, շատ եմ սիրում եւ իրենք մեզնից ավելի
ուշիմ են, շատ ավելի շուտ են ընկալում ամեն ինչ եւ ես պիտի ասեմ, առանց ջանք թափելու իրենք խորքային են մտածում։ Եթե մենք օրինակի համար մեր սերունդը մի քիչ փոքր, մի քիչ մեծ, մենք մտածում ենք օրինակ այստեղ պետք է խորքային մտածել, թե ավելի շատ մագերեսային ենք մտածում, ապա այսօրվա սերունդը ինքը շատ ավելի խորքային է, հեշտ, ինքը պատկերացնում է, որ եթե այս երևույթը կա, ապա ինքը պատճառահետևանքային է, պետք է մտածի, թե ինչ պետք է անի, եւ չգիտեմ, ես շատ ոգևորված եմ եւ վստահ եմ, ուղղակի պիտի մի բան ասեմ, եթե թերություն են գտնում մեր այսօրվա երիտասարդների վարքագծի մեջ, ընդհանուր բահվածքի մեջ, ապրելաձևի մեջ, փնտրենք խնդիրը մեր մեջ։ Մենք պատասխանատվություն պետք է վերցնենք, մենք պետք է չխուսափենք պատասխանատվությունից, այ խուսափում ենք եւ մտածում ենք եսով, դրա համար խնդիրներ են առաջանում։ Այ եթե մենք մենքով մտածենք, այ շատ հասարակ մաթեմատիկական հաշվարկ է։ Մենքի մեջ եսն էլ կա, եսի մեջ մենքը չկա։ Դրա համար մենք մենքով պետք է մտածենք։ Յուրաքանչյուր երեխա անկախ դրանից թե իմ գենսաբանական երեխան է, թե ոչ։ Իմ հայ երեխան իմ հոգացության ներքո պետք է լինի։ Ես պետք է մտածեմ իր մասին։ Եվ երբ որ այցելում եմ, դե ես շատ եմ գնում այցելում եմ կենտրոնները, բնականաբար շատ են, բայց ինչքան հնարավոր է փորձում եմ անընդհատ արագ գնալ, հասնել բան։ Պիտի տեսնենք երեխաների աչքերի փայլը։ Դա աշխարհարժի։ Եվ ես պիտի ասեմ, ես էլ եմ բազմիցս համոզվել, հատկապես հեռավոր մարզերում, շրջաններում ապրող սահմանամերձ գոտոայտ երեխաները, որքան ճիշտ են մեծանում, որքան մեծ հայրենասերներ են, եւ նրանք ի վիճակի են անգամ լեռներ շրջելու։ Դրանք հող պահող են։ Այո, ես էլ եմ համոզվել։ Մագերեսային չեն ապրում։ Հավատացեք, այսինքն յուրաքանչյուր գյուղ, բնակավայր, եթե գնանք եւ շփվենք մեր երեխաների հետ, մեր ժողովրդի հետ, իրենք հող պահող են, իրենք սահմանը պահում են։ Խնդիրը այսօր սահմանը միայն ֆիզիկական չէ։ Սահմանը նաև ունի բարոյական դրսևորում, սահմանը ունի մշակութային։ Օրինակ ես միշտ էլ ասել եմ, մենք անվտանգությունը մի տեսակ ենք նայում, անվտանգության հետ կապված մտածում ենք, դե մեր ֆիզիկական անվտանգությունը, բա մեր մշակութային անվտանգությունը, բա մեր առողջապահական անվտանգությունը շատ մեծ հասկացություն է եւ պետք է մտածենք դրա մասին։ Առաջնահերթությունը անվտանգությունն է։ Իսկ մեր երեխաներին այդ պետք է այնպես անենք, որ իրենք դառնան հենց մշակութային անվտանգության պահապաններ։ Արսեն, ես հիմա առաջարկում եմ մի երգել լսենք քո մատուցման, որտեղ գիտես, անակնկալ է լինում։ դուք չգիտեք, ինչ երգ է, միանգամից իհարկե ոնց ինչպես ասում են, կհասկանաք, որ երգն է, բայց մեր ունկնդիները խնդրել են, որ մեր հյուրերին կանչելուց բացի հնարավորություն տանք նրանց, որքան հնարավոր է շատ ներկայացնել իրենց կատարումներով։ Եվ ես ուզում եմ մեր ունկնդրի խնդրանքը կատարենք։ Խնդրեմ։ Խալվարը խալվարին, խալվարը խալվարին, հավանել եմ յարոջան, գալիվ է շալվարին, խալվարը խալվարին, խալվարը խալվարին, հավանել եմ յարոջան, գալիվ է շալվարին։ Հանդեն բերեմ ավել, անդունու տեր աղջիկ, դարձել ես վնավել, հանդեն բերեմ ավել, անդունու տեր աղջիկ, դարձել ես վնավել, խալվարը խալվարին, հավանել եմ յարոջան, գալիվ է շալվարին, զորավոր զորքի մերնեմ խասված մարեկար է, հերու տեղից է գիկամ, զիմուր ազգադար է, հերու տեղից է գիկամ,
զիմուրացկադար է Մարատուկ բարձր սարևրեն բավաղ ջրեր Էրնեգես ջրի երտենք Որսր դիքչը մար է Էրնեգես ջրի երտենք Որսր դիքչը մար է Զորավոր զորքի ներնեմ խասվար մարեկար է Հերու տեղից է գիկամ զիմուրացկադար է Հերու տեղից է գիկամ զիմուրացկադար է Հայլոտի արջան, ժանլոտի արջան Հայլոտի արջան, ժանլոտի արջան Հանգլ մանգլ գկել էր այլոտի արջան Հաստատն զիգը սիր է ժանլոտի արջան Լամբի շուշեն գջնգա այլոտի արջան Գլորվածոցը տենգա ժանլոտի արջան Այլոտի արջան, ժանլոտի արջան Կոխախը արջան, ժանլոտի արջան Այլոտի արջան, ժանլոտի արջան Կոխախը արջան, ժանլոտի արջան Բարդի ծառը բարձր է այլոտի արջան Սիրացյարը կաղցր է ժանլոտի արջան Կնամ մորը հարցնեմ այլոտի արջան Դե որ չդա բաղցնեմ ժանլոտի արջան Այլոտի արջան, ժանլոտի արջան Ողախը արջան, ժանլոտի արջան Այլոտի արջան, ժանլոտի արջան Ողախը արջան, ժանլոտի արջան Շերի բարեկամներ, Արսեն Գրիգորյանն է մեր տաղավարում։ Արսեն Գրիգորյանը, որին մենք բոլորը շատ սիրում ենք որպես մեր շատ հարազատ, հոգեհարազատ մրոյին, ով միշտ հաճույքով է հյուրընկալվում մեր տաղավարում։ Ես ուզում եմ քեզ ասել շնորհակալություն այսօրվա համար։ Վերջերս բացակայում էր երկրից երկու շաբաթ առաջ, այն տարիթով Բեյրութ էիր մեկ։ 3 օրով գնացինք ես եւ մեր հրաշք Շուշան Պետրոսյանը։ Այո, հրավեր ստացանք, այնտեղ պիտի տոնեին Դաշնակցության հայ հեղափոխական Դաշնակցության 135-ամյակը եւ մենք գնացինք եւ մասնակցեցինք եւ շատ սիրուն միջոցառում էր կազմակերպված այդպես եւ ետ վերադարձանք Շատերը կարծում էին որ հետ չեք վերադառնալ չէ ասենք ով որ մտածում է չեմ կարծում որ կա հայ որ մտածում է որ անձամբ ես կարող է գնամ որևէ ուրիշ երկիր եւ չվերադառնամ Արիտներ շատ են եղել, ես իմ կյանքը, այդպես է, ես հավատում եմ, որ ես ծնվել եմ Հայաստանի համար, ես ապրում եմ Հայաստանի համար, ես ամբողջ իմ գործունեությունը, ինչ որ կարողանում, ինչ որ Աստված ինձ տվել է շնորհք, պետք է ծառայեցնեմ Հայաստանի համար։ Ես դրանում չեմ էլ կասկածում, Արսեն Եվ Հայաստանով եմ ապրում։ Գիտեմ, ես ուզում եմ ասել, ապրում ես ինձ Հայաստանով։ Գիտես, ես միշտ մտածել եմ, քո հատկապես ժողովրդական երկերի շատ կարևոր է։ Մենք դա պետք է երբեք չմոռանանք։ Այո։ Որովհետև դա մեր ազգայինն է, դա մեր ինքնուրույնությունն է եւ մանավանդ որ դու այդ երկերը այսպես կենթանի ես կատարում, շատ ինքնատիպ ներկայացնում ես եւ Արսեն գիտես ինչն է հետարքիր, քո ունկնդիրն էլ տարբեր տարիքային խմբի ներկայացուցիչներ են, բայց բոլորը հենց դա են սիրում, մեր ազգայինը, մեր ազգային երգն ու երաժշտությունը, եւ դու ասում ես գնում եմ շրջան այդ երեխաների աչքերը տեսնում եմ, նրանք այդպես պատահական չեն քեզ նայում,
նրանք գիտեն, որ դու ինչով ես զբաղված, ոնց ես տարածում հայ երգը, մեր ազգայինը, եւ իրենք էլ իրենց վարպետից փորձում են ինչ-որ բան ընդօրինակել։ Համլետ ջան, ամենաուժեղ ինդիկատորը Այո։ դա երեխան է։ Երեխան մի անգամից ինքը զգում է նվիրվածությունը, անկեղծությունը եւ ինչքանով դու նույնն ես բեմի վրա, նույնն ես կյանքում, երեխան զգում է։ Այսինքն այդ ամեն ինչը կարելի է երեխաների աչքերի մեջ տեսնել։ Ես պիտի պատմեմ, մենք խոսեցինք Բեյրութից, սակայն ընդամենը 2 օր առաջ ուրեմն բանում էինք, կազմակերպել էինք մի կազմակերպություն կա, որի այստեղի մեր ներկայացուցիչը Արամն է, Քայյան, իմ ընկերն է, SOS Արևելքի քրիստոնյաներ կազմակերպություն է, եւ հավաքեցինք Խոտ գյուղում Սյունիքի Շուրնուխի երեխաներին, Բարձրաբանի երեխաներին եւ Որոտանի երեխաներին եւ բնականաբար Խոտ գյուղի շուրջ 300 երեխա։ Եվ դուք պիտի տեսնեք, թե ինչ հրավառություն եղավ։ Ինչ հրավառություն։ Ուրեմն երեխաների հետ երգում ենք։ Ես բեմից իջել եմ բնականաբար մի անգամից ու երեխաների հետ այդպես շրջապատված երեխաները գալիս են, գրգում են, ուրախ, զվարթ եւ այլն։ Նորից պետք է հետ գնանք մի հատ շատ կարեւոր բան, որ ես քիչ առաջ ինձ համար ամեն դեպքում կարեւոր, որ մենք ինչ ենք անում մեր երեխաների համար։ Մենք պատասխանատվություն վերցնում ենք մեր երեխաների համար։ Մենք համերգի ժամանակ երգ երգեցինք, բոլորը հարգանքով մոտեցան եւ նվիրեցին մեր զոհված հերոսներին։ Երգ երգեցինք, որը նվիրեցինք անմիջապես մի քանի կիլոմետր ենգում մեր սահմանը պահող մեր զինվորներին եւ երեխեքը սրդանց այդ ամեն ինչի մասնակից էին եւ իհարկե երգեցինք շարաններ, պարային, իրար հետ ուրախացանք, վերջում նվերներ ստացան երեխաները, բան իրար հետ նկարվեցինք, բան հոգ տանենք մեր երեխաներին եւ դեր կանգնենք նաեւ մեր երեխաներին, դեր կանգնենք մեր ինքնությանը հայրենիք ասելով պիտի ոչ միայն ֆիզիկական, այլ նաև բարոյական մենք մտածենք, որ հայրենիքը նաև բարոյական է, նաև մշակութային է, նաև մի խոսքով ես այնեմ ինչ որ բեմի վրա կյանքում եմ, նույնն եմ։ Գիտեմ, հենց դրա համար էլ մի քիչ շատ սիրում ենք։ Արսեն, բայց քանի որ շատ աննկատ ավարտվում է տարին, հաշված օրերը այսօր մեզ բաժանում ամանորից, ես կուզենայի որ հրաժեշտից առաջ դուք էլ ձեր խոսքը ասեք մեր ունկնդիրներին ամանորի ձեր շնորհավորանքը եւ այդ ամենից հետո միայն ձեզ հրաժեշտ տանք։ Նախ այստեղ։ Այո, տեսախցի այո։ Նախ ուզում եմ որ բնականաբար բոլորը ասում են դա Աստված որ այդպես լինի եւ այլն Աստված մեզ հետ է մենք չհեռանանք Աստծուց Աստված չի հեռանում մեզանից եւ ինչպես մայրս է միշտ ասում ինձ ասում է տղաս Աստծո խոսքը չմոռանաս ես քեզ հետ եմ եթե մեր կյանքում ուզում ենք որովհետեւ մենք լինենք այնպես ինչպես հային է հարիր, ուրեմն մենք պետք է անենք։ Դրա համար ուզում եմ, որ մենք հաջորդ տարի 2026 թիվը դարձնենք հայի տարի։ Մեր ուժերով ամեն մեկս կարող է որևէ բան անել, իր հետ կապված փոքր, մեծ եւ այլն, բայց մենք կարող ենք դարձնել 2026 տարին հայի տարի, մեր ազգային շահի տարի, մեր պետական շահի տարի, մի խոսքով հայի տարի։ Մենք ենք դարձնելու։ Շնորհակալություն, հրաշալի խոսքեր էին։ Սերի բարեկամներ, դուք հասկացաք, որ այսօր մենք իսկապես մի բացառիկ հյուր ունենք, մի անձնավորություն, ով անսահման սիրում է իր հայրենիքը, մեր ժողովրդին նվիրված մի արվեստագետ, որի այդ ցանկացած հանդիպում հավատացիք միշտ լի է անակնկալներով։ Իսկ այսպես ասած հրաշալի փաստերի բացառիկ բացահայտումների եւ իհարկե ինքնուրույն կարծիքների հերոստալիքը փակտիվին միշտ հաճույքով է հյուրընկալում
նման մարդկանց։ Այսօր այսքանը ամանորը մոտենում է լավ դիմավորեք, ցտեսություն։